Նրան տապանում հյուրընկալել եմ հասարակական քաղաքական գործիչ Բժիշկ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու Ես էլ եմ շնորհակալ։ Պատերազմի եռագլուխ հրեշ հռչակված ուժերից Բարգավաճ Հայաստանի առաջնորդը բերման ենթարկվեց, կալանավորվեց, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման օժանդակելու համար, հատկանշական է, որ իրավաքաղաքական այս գործընթացից անմասն չմնացին նաեւ նրա սիրելի կենդանիները, առյուծները։ Հարցս հետեւյալն է, պարոն Մանասյան, արդյոք այս երեք ուժերի առաջնորդներից Գագիկ Ծառուկյանը ամենաթույլն էր, ամենակիչ պաշտպանվածն էր, ամենախոցելին էր, դրա համար էլ նրանից սկսվեց պայմանական ասած այդ հրեշին գլխատելու process-ը։ Գուցե ամենախոցելին էր, չգիտեմ, վերջին հաշվով, եթե այդ խոցելիության վերլուծություն անենք, լուրջ զրուցենք, անկախ նրանից, թե մարդկանց իշքան մասը կհավանի էս։ Եթե տես նայենք, տեսեք, Սամվել Կարապետյանը դուրսն է փողերը հավաք է, այսինքն Սամվել Կարապետյանի հետևից որ լուրջ հետաքննություն լինի, ամենաշատը հեծի հետ կապված է, այն էլ հեծի ինքը սեփականատեր ա եղել, այնտեղ հիմնականում աշխատացրել են երևի թե ուրիշ մարդիկ, պլյուս Սամվել Կարապետյանը շատ ձայն հավաքեց, այսինքն համակիրների ավելի մեծ շրջանակ ունի, եւ հետեւաբար համեմատաբար ինքը ավելի անխոցելի է, համեմատաբար։ Քան Ծառուկյանը, որ ամբողջ կյանքը հենց Հայաստանում է փող աշխատել։ Էսի շատ կարևոր է, էլի փողը որտեղ աշխատի, դա հիմնական իր առաջին միլիոնը որտեղ աշխատի, դա կարևոր է, որտեղ ցանկացած մեկի առաջին միլիոնի հետևից կարելի է գնալ։ Ու այդ խոսքը գիտեք, չէ՞ որ ասում եմ, հաշիվ կտամ ամբողջ հարստությանս, բացի առաջին միլիոնից։ Առաջին միլիոնը որտեղ այնտեղ օրենքի հետ խնդիրներ ա ունենում։ Հիմա Ծառուկյանը իր առաջին միլիոնը Հայաստանում աշխատել, հետեւաբար Ծառուկյանի հետևից միշտ էլ կարելի է գնալ։ Իսկ Սամվել Կարապետյանը իր առաջին միլիոնը Հայաստանում չի աշխատել, եթե էսենց։ Ու ավելի մեծ համակիրների շրջանակ ունի։ Միգուցե եւ արտաքին հովանավորության տեսանկյունից էլ ավելի մեծ հովանավորություն ունի արտաքինից։ Հիմա գանք Քոչարյանին։ Քոչարյանը իր առաջին միլիոնը աշխատել է, երբ որ ինքը նախագահ էր։ Հետեւաբար թղթերով ամեն ինչ ճիշտ է լինելու։ Որտեղ մի քիչ եթե մարդը գլուխը աշխատում է, միշտ կարող ամեն ինչ ձևակերպի այնպես, որ ոչ մի խնդիր չլինի։ Հետևաբար այս առումով էլ անխոցելի, պլյուս երևի թե ավելի մեծ աջակցություն, բնականաբար ավելի մեծ աջակցություն է արտաքին Ռուսաստանից եւ ավելի պատկառելի է դիտվում նաեւ արևմտյան ուժերի համար, որովհետեւ այն ինչ Քոչարյանի, Ծառուկյանի հանդեպ կամ նկատմամբ կվերաբերվեն, այդպես հաստատ Քոչարյանի նկատմամբ չեն վերաբերվի, շատ ավելի զուսպ կլինեն, վերջին հաշվով մարդը նախագահ է եղել։ Նախագահ եղել, հիմա էլ այսպես ասած ինքը էքս-նախագահ լինելով շարունակում են որպես նախագահ դիմել, որովհետև այդպես է աշխարհում ընդունված։ Եթե նա եղել է նախագահ, մի քիչ կարող է թվա թե հիմա Քոչարյանի գովքն եմ անում, բայց մի կինո կա Ամիստադ, ամերիկյան կինո է, սևերի ստրկավաճառության եւ ազատության մասին է։ Ամիստադ ֆիլմում այդպիսի բան կա, երբ որ այդ ստրկության վաճառած բռնի ձևով Աֆրիկայից հափշտակված, գերեվարված եւ սրբության վաճառված ցեղի առաջնորդը Ամերիկայի նախկին նախագահի հետ է խոսում, ով իրենց դեպքում որպես իրավաբան աջակցություն է ցույց տալի ԱՄՆ նախկին նախագահը, եւ այդ ֆիլմում երբ որ ծանոթանում են, ԱՄՆ նախագահն ասում է այդ սևին, ասում է դու գիտես ես ով եմ, իհարկե թարգմանիչի միջոցով են խոսում, ասում է դու գիտես եմ, ասում է ես գիտեմ, դու առաջնորդն ես։ Ասում է չէ, ես առաջնորդը չեմ, ես նախկին առաջնորդն եմ, այս աֆրիկացի առաջնորդն ասում է առաջնորդը միշտ է առաջնորդ։ Նա երբեք նախկին չի լինում։ Առաջնորդի նախկինը չի լինում։ Հիմա այդ տրամաբանությամբ աշխարհը գիտի իհարկե, եթե մարդը նախագահ եղել, շատ ավելի ուրիշ ձև են իրան վերաբերում եւ այո, կարելի ասել որ Ծառուկյանը ամենախոցելին է։ Բայց Ծառուկյանից են խլել մանդատները։ Ծառուկյանին ամենաշատն է պարտք իշխանությունը, ով զավթելով իշխանությունը, ես այդպես եմ կարծում, դու կարող եք չհամաձայնվել, բայց կնսում եկեք ես ձեզ հանդուրժեմ, դուք էլ ինձ էլի։ Դուք մեր տաղավարում այդ խնդիրը չունեք։ Ձեր դեպքում չէ, հանրությանը նկատի ունեմ, մեր հեռուստադիտողին նկատի ունեմ, միգուցե դուք այլ կարծիք ունեք, ես համոզված եմ, համոզմունք ունեմ, ոչ թե կարծիք, որ իշխանությունը զավթված է։ Այսուհետ, այսօրվանից արդեն զավթված է։ Եվ դա Ծառուկյանից են հենց զավթել։ Այսինքն այն հոդվածը, որ Սամրադության մեջ կա, չէ, երկրորդ հոդվածը, որը նշում է, որ
իշխանության զավթումը մեկ կամ մի հոգու կողմից դա հանդիսանում է հանցագործություն, այս դեպքում այդ 5 մանդատը, կոնկրետ 5 մանդատի չափով իշխանությունը զավթվել է, եթե մնացած ամեն ինչի շուրջ կարանք կարծիքները տարբեր լինեն։ Այս դեպքում տարաձայնություն չկա, կոնկրետ զավթվել է 5 մանդատ Ծառուկյանի կողմից, եւ այդ 5 մանդատի տերը Ծառուկյանի ուժն է։ Հետևաբար իրեն ամենաշատը նսեմացնելով փորձելու են այդ իշխանազավթման այդ 5 մանդատանոց գործը փոխել այլ գործի, այսինքն այն ասում եմ լավ պաշտպանությունը հարձակումն է, տենց խոսք կա, չեմ ասում թե այդպես է, բայց այդպեսի խոսք կա։ Ընտրեն այդ տակտիկան, այսինքն պիտի պաշտպանվեն, ապացուցեն, որ չէ, մենք Ծառուկյանից չենք զավթել, մի անգամից հարձակվում են։ Ծառուկյանը պարսիկներից փող է բանալ շորթ է էտա գործը։ Պրիտոմ այդ գործով Պարսկաստանում դատեղել է։ Այդ գործով Պարսկաստանում դատեղել է ու Պարսկաստանում դատարանը հոգուտ Ծառուկյանի է դիրքավորվել։ Հիմա եկել են Հայաստանում այդ նույն գործով էլի դատ են անում, դե հիմա այսպիսով Ծառուկյանը ոչ թե կամ ոչ այնքան ամենախոցելին է, այլ Ծառուկյանի իդեմս Ծառուկյանի է ապացուցվում այս իշխանության հակասահմանադրական, հակաիրավական եւ հանցագործ լինելը այդ 5 մանդատի հիմքով ոնց որ բրիտանական օրինակներից բերեմ երկար ժամանակ Պակիստանից բանից այդ միգրանտները խմբակային բռնաբարություններ են իրականացրել, այդ թվում անչափահասների նկատմամբ եւ դատարանները առանձնակի դատախազությունը առանձնակի հետեւողական չի եղել, դատարանները առանձնակի մեծ այսպես խստություն չեն դրսևորել Եվ տարիներ անց մի խոսքով այդ հարցը բացվեց, Բրիտանիայում ահագին մեծ աղմուկ եղավ, այդ թվում իրանց հիմիկվա գլխավոր դատախազը, ոնց որ այն ժամանակ դատախազը եղել սենց մեղադրանքներ կային, որ ինչի այսքան երեխեքի, այն է պատճառաբանությունը, որ չեն ուզում ռասիզմի երանգ տան այդ ամեն ինչին, այսինքն ինչա թե ռասիստ Չերևանն, ասենք բազմաթիվ այդ թվում անչափահաս երեխեքի խմբակային բռնաբար, բազմաթիվ դրանք տասնյակներ եւ հարյուրավոր դեպքեր են Բազմաթիվ բռնաբարություններ ուղղակի տենց կամ թեթև են դատել կամ ծածկաթմբոց են արել գնացել։ Հիմա ոնց որ պատկերացրեք այդ սիտուացիան, ու այդ ամեն ինչի այսպես կրող է այդ անարդարությունը, այդ բռնաբարված երեխեքն են կամ աղջիկներն են, ու իրանց վրա մեղադրանք դնեն, իսկ այդպես էլ արվում է երբեմն, որ միգուցե դուք եք թույլ տվել, կամ միգուցե դուք եք հրահրել, կամ միգուցե դուք եք ուզեցել հիմա հետ եք կանգնում, դուք եք ցանկություն հայտնել, այսինքն փոխվում է ամենալավ պաշտպանությունը դառնում է հարձակումը։ Մոտապես այդպիսի բան այս պահին Ծառուկյանի շուրջ է գնում։ Եվ քանի որ մեր ժողովուրդը հարցերին դիտարկում է ոչ թե օրենքի եւ իրավունքի դիրքերից, այլ այսպես ընդհանուր օրինակ էլի, օրինակ ասեմ։ Ենթադրենք նստած խաղ ենք խաղում, լոտո ենք խաղում, ես հաղթել եմ, հիմա պիտի փողը տակ ինձ։ Հիմա փողը իմ ձեռից խլում եք, չեք տալիս, կամ ինչ որ չափ է, փողը ինձ է պատկանում, ես կրել եմ։ Ասում եք, դու գիտես նա ժամանակին ինչեր է արել, գողություն է արել, թալան է արել, չգիտեմ էս արել, մեղադրանքներ։ Այ ընկեր, նստել ես հետս լոտո խաղալու, հա։ Դու չգիտեր որ ես գողություն եմ արել, թալան եմ արել, էս եմ արել, առուց եմ պահում, չուչելներ ունեմ, տան այդ ամեն ինչը, գիտեիր այդ ամեն ինչը, իհարկե գիտեիր, 100 անգամ դա նույնիսկ մամուլով հրապարակվել է։ Խաղացել ես, հա։ 5 մանդատը կրել եմ, հա։ 5 մանդատը ստուր։ Բարի եղի տալ։ Չէ, մեր ժողովուրդն ասում է, արի չտանք, որովհետև ինքը այնինչ ժամանակ այնինչ ժողովուրդ դատարանը տես չի լինում։ Ուզում եմ օրինակներս կոռեկտ լինեն հանրային խոսքի տեսանկյունից։ Տեսեք, եթե դատարանը դատա անում, դատախազը պիտի կոնկրետ մեղադրանք ներկայացնի։ Եթե ասենք մարդը մարդասպանություն արել, բայց իրան գողության մեջ է մեղադրում դատախազը, դատարանը քննելու է միայն այդ գողության գործը։ Ճիշտ ու սխալը որոշելու են գողության արդյունքով, այս մարդը։ Մանավանդ ասենք Ամերիկատեղ կամ Բրիտանիայում երթվյալ ատենակալների ինստիտուտը ոնց է գալի մարդիկ նստում են, որոնք իրավաբան չեն, շարքային քաղաքացիներ են։ Երթվյալ ատենակալների ինստիտուտը նստում են 6 հոգյա, 12 հոգյա։ Նստում են եւ ամբողջ դատի ընթացքում ուղղակի մի հարցի իրանք պետք է պատասխանեն, իրանց կարծիքով։ Այդ մարդը, այդ մեղադրանքի մեջ մեղավոր է թե չէ, գողություն արել է թե չէ։ Ինչ ուզում ես պատմի, ուզում ես պատմի ինքը ինչքան վատն է, ինքը իր կնոջը դավաճանել է կամ չգիտեմ բռնություն է գործադրել այլոց, այ մարդ գողությունն է թեման։ Վերջում երթվյալ ատենակալների ինստիտուտը
ասում է այո նա գողություն արել ասում ես կամ ոչ նա գողություն չի արել այն մնացած գործերով ուրիշ դատեր են տանում կամ մի քանի մեղադրանք են միաժամանակ ենթադրենք դիտարկում ասելիքս որն է որ մեր ժողովուրդը տենց չի նայում մեր ժողովուրդը գողության դատի ժամանակ բանը խմբակային ծեծկրտուք է վերլուծում հələ սպաս եթե սա խմբակային ծեծկրտուք է իրականացրել կազմակերպել հարի ես գողության մեջ իրան մեղադրեմ դատեմ փագեմ գնա Շատ լավ, բայց այդ նույն ժողովուրդը պարոն Մանասյան ակնկալիք ունի ոչ միայն Ծառուկյանի մասով Արդարադատության ակնկալիք ունի նաև Ռոբերտ Քոչարյանի մասով, Սերժ Սարգսյանի մասով, Սամվել Կարապետյանի մասով չգիտեմ որքանով ունի թե չունի, բայց նաև այդ ակնկալիքը կար 2018-ից հետո երբ որ մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին նույն ներկուսակցական հանդիպումների ժամանակ նա ասում էր ձեր ասածը թղթերով կարծես թե ամեն ինչ նորմալ է հարգելի քաղաքացիներ պետք է զինվել համբերությամբ որպեսզի դատարանում հնարավոր լինի այդ անօրինականությունները ապացուցել դա այդքան էլ հեշտ բան չէ Հիմա առանցքային հարցը հրեշի միայն մի գլուխն են գլխատելու, թե կհաջողվի կամ Փաշինյանը կգնա մինչև վերջ։ Լավ, ենթադրենք, եկեք տխկիկ այդ հրեշի ձևակերպումը։ Պայմանական ասած։ Այդ պայմանականը թեկուզ մի հատ որոշենք, հետո անցնենք ձեր բուն հարցին։ Եթե կա այդպիսի հրեշ, ու եթե դա եռագլուխ հրեշ էր, ամոթ չլինի հարցնել այդ հրեշին քաղաքական դաշտում ով էր հրավիրել, ով էր բուծել, ով էր կերակրել ով այդ հրեշի համար ստերիլ պահել, այսինքն թույլ չի տվել, որ ուրիշ ուժեր աճեն, տեղեկատվական շրջափակման մեջ դնելով, ֆեյքերի բանակներով եւ ֆաբրիկաներով երկիրը ասենց մեդիա դաշտը այսպես ապականված թողնելով, ասենք ԱԱԾ-ն է, չէ, պետությունն է։ Հələ թող ես լինեմ, ԱԱԾ-ը մի շաբաթ հետո տենանք այդ ֆեյքերի քանի հատ ֆաբրիկա է մնում։ Հնարավոր չէ, այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությամբ, գիտեք, քանի հոգի մենակ կդատվեր ֆեյքերի ֆաբրիկա բուծելու եւ ազատ խոսքը հայոյանքներով այսպես կաշկանդելու համար, որտեվ ինձ էլ է վատ, երբ որ ես աշխարհի ամենավերջի հայոյանքը տեսնում եմ այնտեղ գրած, բայց ես ասում եմ, այստեղ երկու բան կա, կամ ես եմ ենթարկվելու ձեր այդ ճնշումներին, կամ դուք եք ենթարկվելու իմ ճնշումներին։ Ու տենց շարունակում եմ, բայց շատ մարդիկ դրան չեն դիմանում։ Շատ մարդիկ վախենում են նույնիսկ հրապարակային արտահայտեն, ասում են, գիտես ինչ հայոյանքներ կգրեն հետո դրա տակ։ Այսինքն այս ամբողջ մթնոլորտը ԱԱԾ-ի անգործությամբ մյուսով թողվել է, որ այդ եռագլուխ հրեշը, այսպես կոչված եկել, այսինքն ով է այդ եռագլուխ հրեշի ամենաշատ ուզողը ու շահառուն գործող իշխանությունները 8 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը 8 տարի շարունակ ուրեմն եթե կա եռագլուխ հրեշ դա իրականում 3 հատ ճագարեն այսպես փափկամազիկ ու իրական հրեշը նա է ով թույլ է տվել որ այդ հրեշը մտնի ու շարունակի գոյություն ունենալ իրական հրեշը նա է հասկացաք այսինքն ստեղ եթե մեկը ուզում է մեղադրի Սամվել Կարապետյան Քոչարյան Ծառուկյանին քաղաքական դաշտում հրեշություն անելու համար իսկ ով այն հրեշը որ նրանց թողել է որ մտնեն մնան ու շարունակեն այդ հրեշը Նիկոլ Փաշինյանն է ինքն է պատասխանատու հետևաբար ինչքան ուզում ենք ինչքան ուզեմ ես կարամ աջակցեմ թե Ծառուկյանին թե որովհետև նրանց ալտերնատիվը Նիկոլն է կամ նրանք Նիկոլի արտոնացին են այսօրվա դրությամբ այսօրվա մի ամիս հետո կարող է 6 ամիս հետո ուրիշ բան լինի իսկ Նիկոլը ավելի մեծ հրեշ է որ նրանց թողել է որ մտնեն սա առաջին երկրորդ այնքան բաներ է տեղի ունեցել 8 տարվա ընթացքում այնքան արհավիրքներ եկե մեր գլխին որ ես չգիտեմ արդեն ինչու մեղադրեմ Քոչարյանին Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին մի օրինակ բերեմ ես շատ խիստ քննադատել եմ Քոչարյանին բազմիցս այդ մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հարցում վերջում եկան կանգնանք մի բանի վրա, որ Ղարաբաղն էլ չկա, մեղրի միջանցքն էլ այսպես տարբեր փաթեթավորումներով մեզ է մատուցվում, որ պետքա գործարկվի։ Իդեպ սա իմ կարծիքը չի մեղրի միջանցք, աշխարհի Իրանից սկսած մինչև առանձին արևմտյան վերլուծական կենտրոններ, Թուրքիայի քաղաքական հայտարարություններ, այդ ամեն ինչը հենց տենց է կոչվում մեղրի միջանցք, Զանգեզուրի միջանցք, այսինքն դա ոչ մի իրավազորություն մյուս Էդի այսպես քողարկված ոնց է կոչվում սերվիտուտային իրավունքի քողարկված ներկայացումն է
Սերվիտուտային իրավունքը դա օգտագործման իրավունքն է առանց վարձ տալու, առանց վարձակալության։ Եթե ընդհանրապես մարդը օգտագործման իրավունքը ձեռք է բերում վարձակալությամբ, այսինքն վճարում է եւ դրա փոխարեն օգտագործում է, Ադրբեջանը մեր տարածքների վրա ձեռք է բերում առանց վճարելու սերվիտուտային իրավունք։ 50 տարի հետո այդ սերվիտուտային իրավունքը կարան արդեն բանը վիճարկեն որպես սեփականության իրավունք։ Այս էլ մի հատ ուրիշ հարց է։ Ու այս ամեն ինչը մեր աչքի առաջ արվում է, շրջակա երկրներից, էքսպերտներից, այս ամեն ինչի մասին բացահայտ խոսվում է։ Բայց մեր ժողովուրդը նայում է, հա, երևի Նիկոլը տես վերջը միջանցք չի տալի փաստորեն։ Բա որ միջանց չի տալի, ինչա մեղրիով տալի Ալիևի ուզածի պես, որտեվ պայմանագրիներում թե Վաշինգտոնյան, թե նոյեմբերի 9-ի Պուտինի կողմից միջնորդավորված կամ Պուտինի մասնակցությամբ իրականացված այդ պայմանագրերում գրած է արևմտյան շրջաններ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կա, բայց նշած չի որ դա լինելու է Սյունիքը։ Ոչ մի բառ տառ չկա նրա մասին, որ Ադրբեջանը պիտի Նախիջևանի հետ կապվի հենց Սյունիքով։ Դա միայն Ադրբեջանի նախագահն է բազմիցս հարյուրապատիկ անգամ ասել Եվ Նիկոլ Փաշինյանն է դա սուսփուս իրականացնում, այսինքն դա միջանցք է եւ վերջ։ Հիմա, երբ որ ես Քոչարյանին մեղադրել եմ, տոելիկը մեղադրեմ, այն բանում, որ ինքը մեղրի էր փոխանակում Ղարաբաղի հետ, հետո մեր գլխին եկավ այն, որ մեղրին փոխանակվում է ոչ մի բանի հետ, այնքան բանի հետ, որ պատերազմ չլինի, իսկ ինքը շարունակի պաշտոնավարել։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետ է փոխանակվում։ Եվս մի քանի տարի պաշտոնավարի արևմուտքի պահանջներով Հայաստանին հանեն Ռուսաստանի դեմ, որպես Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թույլատնելու միջոց, այսինքն ուղղակի Հայաստանը խուրդելու դեմ Զանգեզուրի միջանցք կտրում։ Ինչի մար այնգեր։ Դե հիմա ես ինչ սրտով նստեմ նորից Քոչարյանին քննադատեմ։ Միտքս հասկացեք, այդ նույն ձևի այնպիսի բաներ է արված, որ ինչ էլ ասեք Ծառուկյանը սենց է արել, Կարապետյանը սենց արել, Քոչարյանը, այս 8 տարվա մեջ դրա 10 տապատիկն է արվել մեր գլխին, ու մարդիկ սենց լուր, հանդուրժող, առնվազն 49% ըստ քվեարկությունների։ Մարդիկ գուցե լուր հանդուրժող, պարոն Մանասյան, ինչպես դուք ասացիք, բայց նույն Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուժերի ներկայացուցիչները չեն պատրաստվում լուր հանդուրժել այդ ամեն ինչը, նրանք մանդատները վերցրել են, գնալու են խորհրդարան մեծ ներկայացվածությամբ, որպեսզի պայքարեն իշխանության իրենց ձևակերպման փակապետական ծրագրերի դեմ, այսինքն թույլ չտան դրանք իրականություն դառնան։ Հիմա դուք այդ առումով լավատեսություն չունեք, որ նրանք կարողանան կանխել այդ հակապետական ծրագրերը իշխանության։ Տեսեք, ընդհանրապես լուրջ քաղաքական ուժերը եւ համապետական մասշտաբի քաղաքականությունը չի գնում ինչ-որ բանի դեմ աշխատելու տրամաբանությամբ։ Այսինքն ինչ-որ բանի դեմ կարա լինի հասարակական կազմակերպություն, օրինակ միտեղ հանք են բացում, բնապահպանները պլակատներն առնում, ընկնում են մեյդան, ասում են չի կարելի բանը, ինչ-որ բանի դեմ։ Սա հասարակական կազմակերպություն, չէ՞ ինչ հասարակական կազմում, 10 հոգի, 3 հոգի հավաքվում են, մի հատ կազմակերպություն է ստեղծում, ոչ քաղաքական, թեթև քաղաքական, բայց ընտրություններին ոչ մասնակցող եւ սատարող, ոչ կուսակցական լավ։ Այսպեսի մի կազմակերպություն է ստեղծում, ելնում են ստիծնից գրանտներ են ստանում կամ չեն ստանում ու պայքարում են։ Այսի հասարակական կազմակերպության մակարդակի գործողությունն է պայքարել ինչ-որ բանի դեմ։ Լուրջ քաղաքական ուժերը իրենց առաջարկն են անում։ Հոդաբաշխ, հիմնավորված, մասշտաբային, համապետական նշանակության։ Այդ առաջարկը միշտ պետք է լինի, այսինքն ոչ թե մենք գնում ենք պարլամենտ, ուզում են գնան պարլամենտ, լավ են անում, թող գնան, ինձ դա հետաքրքիր չի։ Ավելի լավ է գնան, քան թե չգնան, որտեվ իրանք չգնալուց դեպքում ոչինչ չունեն անելու։ Էլի պարլամենտ գնալուց մի բան կա անելու, էլի այնտեղ։ Կգնան։ Գնան։ Պարլամենտ չգնացին, ոչ մի բան նրանք չունեն անելու։ Նրանք ոչ մի բան անելու ի վիճակի չեն։ Ահա կգնան թե չեն գնա, այդ իրանց գործն է, բայց իրանք ինչ մասշտաբային պրոյեկտ են առաջարկում երկրի համար։ Ինչ ավելի լավ բան են առաջարկում, քան առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, ԽՊ-ն։ Ինչ են առաջարկում։ Դե ձեր ասած այդ Սյունիքի հետ կապված նախագծում առաջարկում են Ռուսաստանի, Չինաստանի ներգրավվածություն։ Դա եթե իրանք գային իշխանության, իրանք իշխանության եկել են մասնակի, այսինքն գործադիր ոչ մի լծակներ չունեն։ Ինչ են անելու։ Դուք չունեք այդ հարցի պատասխանը։ Ես ունեմ այդ հարցի պատասխանը։ Այդ հարցի պատասխանը նոր սահմանադրական կարգն է, որ պետք է հաստատվի երկրում, որպեսզի հնարավոր լինի խաղի կանոններով իշխանություն փոխել առանց իրար կոկորտ կրծելու։ Դա կառավարման նոր համակարգն է, որտեղ գործադիր իշխանությունը ընդրվում է առանձին առաջնային մանդատով, օրենսդիր իշխանությունը առանձին դատական համակարգի համար էլ ապահովում են գործուն մեխանիզմներ անկախ լինելու։ Անկախ դատարանը մեր մոտ ընդհանրապես բարեմաղթանք է մեր երկրում, չկա տենց բան ու չի կարա լինի, որովհետև
Ես հիմա մի օրինակով ես մեր սահմանադրական դատարանի որոշումն էլ կքննարկենք էլի դրա մեջ։ Օրինակ ասենք ամերիկան էտալոն է այս առումով, իրոք էտալոն է էլի ժողովուրդ։ Լուրջ էքսպերտներ երբ որ խոսան, դուք կհամոզվեք, հիմա բժիշկ կա խոսում քաղաքականությունից կամ հասարակագիտությունից, կարա ձեզ համար մի քիչ թերահավատ լինի իմ խոսքը։ Թերահավատ վերաբերվեք իմ խոսքի նկատմամբ։ Բայց հետեւյալն է, Ամերիկան ասում է դատարանը պիտի լինի ՑՄ գլխավոր դատավորը, կաթողիկոսի պես ՑՄ։ Ասում են ինչի ՑՄ։ Ասում են որ նրան ով նշանակել է գործի, հետո այդ գործի նշանակողը պաշտոնաթող լինի, դատավորը շարունակի այլ պրեզիդենտների եւ այլ կոնգրեսմենների, սենատորների ֆոնին արդարադատություն իրականացնել։ Օրինակ, այսինքն չլինի մեկը, որ իրան նշանակել է։ Պատկերացրեք հիմա մեկը ինձ նշանակել է դատավոր, ես շնորհակալ եմ, չէ՞ նրան, նույնիսկ Ստյոպա Սաֆարյանի քրոջ անունը ինչպես է։ Սեդա Սաֆարյանն այդպեսի բան, ես չեմ մոռանա, ասում, դուք չեք փոշմանի, որ ինձ նշանակել եք։ Նայեք, ինքը քաղաքական ուժին կամ Բուր Նիկոլ Փաշինյանն ասում է, ես դուք չեք զղջա, որ ինձ նշանակել եք այս դատա։ Ոնց կարա դատավորը տես բան, հենց պիտի զղջա։ Նա պիտի զղջա, որտեղ նա չի նշանակում, քեզ ինստիտուտն է նշանակում, պետությունն է նշանակում։ Քեզ պետությունն է նշանակում, ոչ թե Նիկոլը։ Դրանք տարբեր բաներ են, բայց թողենք ես իրավագիտակցություն ընդཐུպ միջև ՍԴ դատարանի մասշտաբով, որ պրոբլեմա։ Բայց նայեք, 12 տարով են մեր մոտ նշանակում։ Այսինքն մոտապես այնպիսի ժամկետ, որ ինչ որ իշխանություն գա իշխանության, 2 ժամկետ իրար վրա վերընտրվի, ՍԴ իրար անձնական օգտագործման ՍԴ դատավորներին ունենա, հետո 12 տարի հետո սրանք 10 տարի հետո են պրծնում, են մյուսներն են գալի, մի 2 տարի սրանք ոնց էլ չլինի դողդղան, հետո էլի նշանակ, այսինքն ամեն քաղաքական ուժ իր անձնական օգտագործման սահմանադրական դատարանի դատավորն է։ Մեր օրենքն է, մեր սահմանադրությունն է այդպես։ Մեխանիզմ չկա։ Իսկ լուրջ երկրում, ասում sense բան չի կարելի, այ ընկեր։ Ցմահտուր, որ նա զգա, որ այս գործին է միջև վերջ, որ դողա իր գործի վրա, որ նես չլինի հիմա այս իշխանության օրոքին խարդախություն անի, մյուս իշխանությունը գա իրան պատասխանատվության ենթարկի, ասեն ինչ է իրանում նրա օրոք։ Այս օրինակ սա մյուս բանը, սահմանադրական դատարանի դատավորները տարբեր ժամկետներում են նշանակվում, տարբեր իշխանությունների կողմից։ Չի կարա ասենց լինի, ոնց որ մեր սահմանադրական դատարանն է, ինչքան գիտեմ 90%-ից ավել նշանակված է այս իշխանության կողմից։ Ոնց կարա 12 տարովը մի ռիսկի գործոն։ Մի ուրիշ ռիսկի գործոն, որ բոլորը, դու կամ գրեթե բոլորը այս իշխանության կողմից են նշանակվել։ Նրանք ոնց կարան այս իշխանությանը դատեն։ Սրան հակառակ բան ասեն։ Այս էլ մի հատ ուրիշ պրոբլեմ, որ դատարանը չի կարա անկախ լինի։ Երրորդ, մի ամիս առաջ ընտրություններից աշխատավարձ ես բարձրացնում։ Աշխարհում կոչվում է շահերի բախում։ Այսինքն եթե մի գիտնական մի հատ հոդված է տպում, որտեղ այդ հոդվածում մի դեղի օգտին է խոսում, ու պարզվի, որ այդ դեղի օգտին իր խոսքը ինչ որ ձևով ֆինանսական կապ ունի այդ դեղը արտադրողի հետ, թեկուզ հեռակա կապ ունենա, այսպես միջնորդավորված։ Վերջ ոչ ոք այդ գիտական հետազոտել լուրջ չի նայի։ Ես չեմ ասում, այս սահմանադրական դատարանի որոշում, որը ճակատագրում է 3 միլիոն մարդկանց կյանքը, մի ամբողջ պետության լինել չլինելու, ինչպիսին լինելու հարցն է լուծում։ Մի հատ գիտական հոդված, որը տենց լինի շահերի բախումով, հաշվի ամբողջ գիտական աշխարհը կճղի կթափի մի կողմ, կասեցի նախ էսի կարտալու բան չի, շահերի բախում կաստե։ Բանկեր մի ամիս առաջ դու աշխատավարձ ես բարձրացնում, այդ ինչի տենց հավարով։ Նախընտրական շրջանում այդ ինչ ես անում, դու գիտես որ չես սահմանադրական դատարան դիմելու հարց կարա լինի մի ամիս հետո։ Ու դա արվում է։ Ուրեմն այս կետերով գոյություն չունի անկախ դատարան։ Դա անկախ դատարան կոչված արժեքի, այդ հասկացության, այդ հայեցակարգի մասին ծաղր է, վիրավորանք։ Բայց չգիտեին այս քաղաքական ուժերը այդ մասին, որ դիմեցին դատարան։ Դա գիտեին, բայց հիմա մեկը այդ նույն քաղաքական ուժերին հետ է մեղադրանք ներկայացնում, ասում եմ, ընկեր, դուք չեք ուզում մասշտաբային ծրագիր առաջարկեք, նոր սահմանադրության ձևով, որտեղ սահմանադրության մեջ սահմանադրական դատարանը կամ ընդհանրապես սահմանադրական դատարան պետք չի, հա, ընդհանրապես այդ սևագիր ֆրանսիական մոդելները բերել բան անել, ասա, ստեղ էլ ավելի խզբզած սևագիրներով օգտագործելը հերիք եղավ։ Դուք չեք կարա մի հատ գերագույն դատարան ես դնում, անկախություն ես տալի իսկական լծակներով, որտեղ ամեն դատավոր, ես չեմ չափազանցնում, ամեն դատավոր իրավական դատական աշխարհի մի կաթողիկոս է, 9 դատավոր է լինում։ Ամեն մեկը մի կաթողիկոս է, դուք պատկերացնում եք դա ինչ իշխանություն է, դա ինչ ամբիցիա է։ Ու այս մարդիկ նախագահից կախված չեն, նախագահին ասում են դու ով ես, այ անցավոր։
4 տարով եկել ես, հեսա գնալու ես լավ պայթի տրակի 8 տարից ես գնալու։ Դու ով ես գաս մեզ ցույցում տաս։ Ես երկրի գերագույն իշխանությունն ենք դատական իմաստով։ Դատավորը դա դատական իշխանության գերագույնն է։ Նախագահը նրանից բարձր չի, պարլամենտը նրանից բարձր, նրանք հավասարներ են։ Նրանք իրար հավասար պաշտոնյաներ են։ Ձեր ակնկալիք արդարացված չի լինի, երբ դիմացի քաղաքական ուժը կլինի ամբասիր կենսագրությամբ։ Այսինքն դուք ինչպես եք նման բան ակնկալում քաղաքական ուժերից, որոնք ունեն խնդիրներ օրենքի հետ։ Ինչպես նրանք կարող են առաջարկել դատարանի մոդել, որը կլինի կներեք մի օրինակ իսկապես արդար։ Քրեական աշխարհում երևի քրեական աշխարհի բոլոր ներկայացուցիչները ունեն օրենքի հետ խնդիրներ, բայց իրանք կարող են նստեն որոշեն ճիշտը իրանց մեջ ոնց է լուծվում։ Կարող են որոշեն։ Ինչ կապ ունի օրենքի հետ խնդիր ունես թե չէ։ Դի կապ ունի նրա հետ դու ընդհանրապես ճշտով ես ուզում ապրես, թե չէ, վեճերը ուզում ես զրույցով լուծես, որոշակի կարգին հղում անելով լուծես, թե ուժի զորբայությամբ։ Բոլորն են հասկանում ուժի զորբայությունը ոչ մեկին ձեռ չի տալի, որտեղ ցանկացած ասում են իշխանությունը վարունգի պես բան է, մի օր ձեռ կտա, մի օր մյուս ձեռ կտա։ Հիմա տես բաներ կարա լինի, ոչ ոք չի ուզում այդ իշխանությունն ու կարողությունը այսօր այն աշճան չարաշահի, որ վաղը դա շրջվի իր դեմ։ Բոլորն են ուզում հարաբերություններ կարգավորեն, խնդիրներ լուծեն, ոչ բռնի եղանակներով։ Ամբողջ մարդկությունը, քաղաքակրթությունը դրան է գնում ոչ բռնի եղանակներով հարցեր լուծելուն։ Ու կապ չունի նույնիսկ ամենաբռնի կյանքով ապրող մարդիկ հաշվի են առնում դա։ Մի օր գալի նստում են, ասում են ոնց ենք մեր միջև հարցերը լուծելու առանց բռնի եղանակների։ Եվ բռնի լինում է միայն պատիժը։ Ուրեմն սպասենք։ Երբ որ արդեն այսինքն ուզում ասեմ, եթե դուք ակնկալում եք սրբեր գան, այդ սրբերը նոր կբերեն մի հատ սուրբ սահմանադրություն, որի հիմնական հատկանիշը կրկնում են, ոչ թե տենդը ինչա հրճակված, այլ այնտեղ ինչպես է երաշխավորված մեխանիզմը այդ լավ բաների կյանքի կոչելու։ Ու դա կապ չունի ով ուզի, ով խելքին զոր տա դա կանի։ Ու այն ինչ անելու, ինքը ոչ թե միանձնյա գրելու է կամ որոշելու է, բայց նախաձեռնություն են իրականացնելու։ Մարդիկ մտնելու են թեմայի մեջ։ Իսկ դա գրվելու է մի քանի տասնյակ մասնագետների, քաղաքական եւ հանրային գործիչների համընդհանուր ժողովում, որը բաց թափանցիկ լինելու է ամբողջ ազգի համար, որտեղ անընդհատ շաբաթներով եւ ամիսներ շարունակ քննարկվելու են տարբեր դրույթներ, դրանց ճիշտն ու սխալը, միջազգային փորձը, նախընտրելին կամ անթույլատրելին։ Այս ձևով է, ես այս նախագծի մասին եմ ասում։ Եթե ընդդիմությունը գա ու այսպիսի առաջարկով գա, ասի ժողովուրդ ջան, առաջիկա 2 տարին կլինի մեր գերխնդիրը մեր ներքին կառուցվածքը ֆիքսելը, փոխելը եւ դրան տեր կանգնելը։ Իսկ եթե պատկերացրեք դուք իմ փոխարեն կամ ինձանից բացի կանչում եք մեկ ուրիշ մասնագետի, ում հետ քննարկում եք, իսկ նախագահական համակարգ լինի, թե կիսանախագահական։ Ու հետո մի ուրիշ մասնագետ է գալու, ամեն մեկ իր տարբերակն է առաջարկում, ժողովուրդը դա է լսում։ Պատկերացնում եք ինչ իրավագիտակցություն է դա բարձրացնում։ Օրինակ, իսկ կառավարությունն ընդհանրապես իրավունք ունի օրենսդրական նախագծերով հանդես գա պարլամենտում, այսինքն օրենք տանի պարլամենտ։ Օրենք գրողը դեպուտատն է։ Եթե դեպուտատը այդքան անկապ տիպ է, որ օրենք չի գրում, հանեք ռադար եկեն, չեք պահի դրան ընդհանրապես աշխատավարձ տալի պետության բյուջեից։ Եթե դեպուտատը գրում է, կառավարությունով է գալիս է բան, կառավարությունը դեպուտատի որոշած օրենքը կյանքի կոչողն է։ Էլի հիմա գնա Միացյալ Նահանգներ, կառավարությունը չի կարա օրենսդրական նախագծերով հանդես գա։ Կառավարությունը նախագծերը կյանքի կոչողն է, ոչ թե նախագծերով հանդես եկողը։ Կարա գնա խնդրի ասի, պարլամենտ ջան, ինձ սենց կարգավորումներ են պետք։ Կանես, կառավարությունն ան, էսի մի հարց։ Կարող է հիմա էս ինչ ասեցի, ինձ դուր է գալի, բայց էսի մենուսին դուր չգա, ասի հայք, դա սխալ է, այ ճիշտ է սա։ Հիմա սա երբ որ քննարկենք, մեր ժողովուրդն էլ կհասկանա, ու եթե հիմա ստատիստիկա անենք, վերադառնանք։ Ծառակշիռ մեծամասնությունը նախորդ 8 տարիների ընթացքում եղած օրենքների, դրանք կառավարության կողմից առաջարկված օրենքներ են եղել։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Այդ ամբողջ պարլամենտը անիմաստ է վերընկած փողաստաց է, անիմաստ։ Դա նշանակում է կառավարությունն ինքը առաջարկում է, նրանք դակում են։ Մենակ ստատիստիկայով կարելի է ապացուցել, որ մեզ մոտ օրենսդիրը փաստաթի կառավարությունն է։ Մնացածը կնով կա սխմող են։ Մի երկու հանձնաժողով են սարքի, օրինակ անվտանգության պատերազմի հետ կապված հարցերը հետաքննող հանձնաժողովը տարիներով աշխատեց, վերջում եզրակացություն տարան գցեցին արխիվ։
Այենք է դուք դա ինչի եք վերընկած։ Այտենց համատարած եկեք գնացեք ուրիշ բանով զբաղվեք, այդ փողն էլ ափսոս է։ Այդ փողին կտանենք մի երկու մեծ ծրագիր կարանք իրականացնենք, ինչ որ իրանք աշխատավարձ է ստանում էլ։ Այդ նորմալ, այսինքն դեկորացիայի համար պարլամենտ է պահում։ Բայց ժողովուրդ ջան, եթե դու տունը, ասենք, չգիտես, հացի փողը ծերին հազիվ ես հասցնում, մի հատ էլ ավտո ունես, էլ դեկորացիայի համար ես պահում։ Ասենք մեկը բան խելքին չի փչում, որ լինի գնա գոնե տաքսավատ անի այդ ավտոյով, հաց բերի տուն, փող աշխատի։ Այտենց անկապ այդ ավտոն ընդ դրած փչանում է, այդ նույնը մեր պարլամենտն է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հիմա հարցերի հարցը, այս տեսքով խորհրդարանը ինչպես է վարվելու այդ սահմանադրական փոփոխությունների այս խնդրարույց ձևակերպումը տան, բայց ամեն դեպքում Ալիևյան պահանջի հետ։ Տեսեք, Ալիևյան պահանջը ինքը ծուղակ է, էդի ոնց ասեմ, պատկերացրեք երիտասարդ զույգը ամուսնացել է, մեկ էլ մի չուզող հարևան ունեն, կամ մի հարբած մեկը բան այդ հարսանաքավորներից ասում է, թե գնաց գիշեր անպայման իրար հետ կգուրգուրեք իրար։ Անդադ է ասում, իրանք է գիտեն, որ գնալու են, վերջը գուրգուրեն իրար, չէ, վերջը ամուսնությունը տես բան է, էլի։ Ինա դնեն չգնան գուրգուրեն։ Հասի անպայման կգրկեք իրար, ու տենց ոչ հղիություն ալնված, տենց տարիներով, տենց ապրում են մարդու կնիկ, ոչ իրար ճանաչել են, ոչ երեխա ունեն, ոչ հղիություն, ինչա թե մի չարախոս թույն լեզվով մեկը եկել անդադ ասում կգուրգուրես նրան, ասենք օրինակ։ Հիմա այս մեր սահմանադրության հարցն է, ամբողջ ազգը գիտի, որ այս սահմանադրությունը սահմանադրություն չի։ Բոլոր քաղաքական ուժերն ասում են այս սահմանադրությունը վատն է, սենց է, բոլորը դա գիտեն։
Գալի հերթ հասնասման կան գեր բավոր վատ է բժշկական մոտեցում ասում մի քիչ ինժեներական է բժիշկին օրինակ որ հգարց ասած այս փուշը անդադ էս փուշը ասում կլինի հանենք այդ փուշը այդ վերքը լավանա էլի ասում չէ ինչի ասում այնի կողից հասում փոխեք այդ հանեք այդ փուշը հանեք այդ փուշը հիմա այսինքն էսի մի անուղեղություն որ համազգային մասշտաբա ուզում ստանա որ Ալիևը որ ասում է ուրեմն եկեք չանենք էշա Ալիևը պատարակով հաց է ուտում հիմա ինչ անենք պատարակակ շպրտենք նույնիսկ ձեռներով խժռենք մեր Ալիևը աթոռին է նստում հիմա ինչ անենք ելնենք սեղանին նստենք Ալիևն ինչ Ալիևն է որոշում ցավոք սրտի Ալիևն է որոշում ինչի որովհետև այդի մեր խասյաթն է այլ մեր պրիմիտիվությունն է մյուս հարցը որ շատ կարևոր է դա անկախության հռչակագրի մասին հղումը նախաբանից հանել կամ չհանելու հարցն է։ Այս է Ալիևը հատկապես ուզում։ Դե իշխանությունն էլ խնդիր չի տեսնում անելու հարցում։ Ախր էսի ընդհանրապես հարց չի է։ Ես գիտեմ ինձ համար նաև շատ հարգելի քաղաքական գործիչներ եւ ուժեր սարքել են Հոռոմի պատմությունը սահմանադրության նախաբանը։ Սահմանադրության նախաբանում հռչակագրի գոյությունը։ Իսկ դա ինչի՞ց է գալի։ Թույլ տվեք մի քիչ անհամեստ բան ասեմ, որովհետև համատարած անհասկացող են։ Նրանցից մեկը սահմանադրություն չգիտի ինչ բան է։ Նրանցից մեկը սահմանադրության խորքերը չի տիրապետում։ Սահմանադրությունը իրանց համար էլի մի հատ դեկորատիվ բան է, որ տունա թողլնի, երգիրա թողլնի, սաղ ունեն թող մենք էլ ունենանք։ Այս վիճակի մի հատ բան է։ Նրանք իրոք չեն հասկանում, դա ոնց է աշխատում ու ինչի հետ են ուտում։ Նրանք չեն էլ հավատում, որ դա աշխատում է։ Ոչ ոք չի հավատում։ Հավատում են, որ փողն աշխատում է, շանտեղությունն աշխատում է, բջջությունն աշխատում է, բայց չեն հավատում, որ սահմանադրությունը, արդարությունը, արդարադատությունը, ինտելեկտը աշխատում է, չեն հավատում։ Ինչ անեմ, հիմա էտա ես հավատում եմ։ Ես հավատում եմ, ավելի դա ոչ թե հավատա, իմ հավատամքն է, որ դա աշխատում է, արդարությունը աշխատում է։ Մի խոսքով, հիմա եկեք տենանք։ Քանի որ այդ բան չեն հասկանում, իրոք բան չեն հասկանում, ամոթել են անում հարցնեն։ Որտեղ վատ են զգում, որ կարող է մի հատ բժիշկ ասենք հասկանա, իրանք չհասկանան։ Դա խայտարակություն է իրանք։ Դա ամբիցիաներից մեռնում են։ Բժիշկը ոնց կարա հասկանա։ Դե բժիշկը ոնց է բժշկությունը հասկացել։ Կարդալով, ուսումնասիրելով, սովորելով, աշխատելով։ Սահմանադրությունը ոնց է։ Լեկցիաներ կան, ժողովուրդ ջան, ասեմ իմաց, անգլերենով հիմնական։ Լեկցիաներ կան։ Նայեք գտեք լավ լեկցիաները։ Ելի համալսարանը ԱՄՆ բան ունի, սահմանադրագիտության կուրս ունի։ Շատ չի, մի քանի ժամվա կուրս է, 30 քանի վիդեո է, բայց չգիտեմ 24 ժամը հաստատ չի անցնում, 12 ժամանոց երևի լեկցիաներ է։ Մի 3 անգամ կարաք լսեք, եթե անգլերեն չեք հասկանում, կարաք Yandex-ով, Yandex-ի YouTube-ով նայեք, դա թարգմանելու ռուսերեն թարգմանում է։ Եթե ռուսերեն չեք հասկանում, ուրեմն դուք առանց միջազգային որևիցե լեզվի տիրապետելու вообще ինչից եք խոսում, դա էլ չեմ հասկանում։ Մի խոսքով կարելի է, էլի, ուսումնասիրեք, լսեք, հեշտ կլինի, էլի, համ իրար կհասկանանք, համ էլ ուսումնասիրեք էլի։ Նայ սահմանադրություն են գրել Հայաստանում, գնամ Ամերիկայի վրա։ Ամերիկայում սահմանադրություն են գրել, ֆեդերալիստի թղթեր կան, այլի չնայեցի քանի։ Կարծեմ 80 թուղթ է էլի։ Ամեն բանը թերթերում, ամեն համարի հետ մի հատ հոդված են տպել մի խնդրի մասին սահմանադրության։ ԱՄՆ հիմնադիր հայրերը, այսինքն ամբողջ ժողովրդին տեղյակ են պահել, ինչ են ուզում գրեն, ինչի են առաջարկում սենց մոդել, ինչի է վերաբերում այս ժամկետը, սենց Հայաստանում այսքան 3 հատ սահմանադրություն ա գրել, մեկը սկի տեղյակ է եղել, այդ որ սենյակում են գրում ու ինչ են գրում, ուր են հասել, ինչու այսպես եւ ոչ այնպես։ Մեկը դրանից թե ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ տեղյակ չեն եղել, Քոչարյանի ժամանակ էլ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, հիմա Նիկոլի ժամանակ էլ ընդհանրապես տեղյակ չեն։ Այդտեղ սահմանադրություն չեն գրում, այդ ձեր ցավը տանեմ։ Այդտեղ դուք կարող եք ձեր փչացած լվացքի մեքենան ձեր տունը դնեք, սարքեք, մենակ դուք ձերոնցով մեկել այդ վարպետը։ Դուք տենց սահմանադրություն երբեք ազգը դա չի ընդունի։ Դա չի ճանաչի իրենը, եթե դա չեք տվել ազգին քննարկելու, քննադատելու, առաջարկներ անելու, դա տենց բան է։ Ու դրա համար միջև հիմա ասում է սահմանադրություն չինարեն է հնչում, որովհետև չեն տեսել, դա ինչ բան է։ Դա ոնց են թխում։ Դրա համը չեն ոչ ուտելուց են տեսել, ոչ թխելուց են տեսել, ոչ էլ են որ բերել են այսքան այսինչին, այսքան այսինչի խառնենք որ ստանանք sense լավ բան, ոչ էլ այդ գիտեն։ Ու դրա համար գալիս են կանգնում են այդ մտքին, որ անկախության հռչակագիրը նախաբանում լինելու է թե չէ։ Ես մի հատ
Նախ երկու հատ արգումենտ եմ ասում։ Եթե մեկը կա, հրապարակային եմ ասում, բոլոր քաղաքական գործիչներն, կարամ անուններով ասեմ։ Եթե մեկը կա, ոչ թե վիճելու կոնֆլիկտելու համար, այլ քննարկենք մեր ժողովուրդն էլ լսի, գնահատական տա։ Կարա այս երկու արգումենտին հակափաստարկի, եկեք հակափաստարկեք, եկեք խոսանք։ Առաջին, ՀՀ ծննդյան վկայականը, Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը 90 թվականի անկախության հռչակագիրը չի։ 1918 թվականի Հայաստանի Հանրապետությունը հիմնվել մայիսի 28-ին, մի քանի տող, այսպես համեստ շարադրած այն մասին, որ հայկական գավառների վրա իշխանություն են վերցնում։ Մեր այն ժամանակվա առաջնորդները։ Այս մեկ ուզենք էտա, չուզենք էտա, Հայաստանի Հանրապետությունը ծնվել է 1918 թվականին։ Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել 1990 կամ 91 թվականին։ 91 թվականին է ծնված, կայացած, չափահաս դարձած կամ չգիտեմ դեռ երեխա հանրապետությունը անկախացել է։ Մանկապարտեզից, թե որփանոցից, թե ոչ մի ինչ որ տեղից դուրս է եկել, բայց այդ ծնվել է 1918 թվականին։ Հետևաբար 1991 թվականին չի կարա լինի ինչ որ փաստաթուղթ, որ ծննդյան վկայական լինի այդ հանրապետությանը։ Եթե կասկածում եք ասածներից մեջ, ապացուցեմ հետևյալով։ Հայաստանի Հանրապետությունը սովետական կարգեր ընդունելուց չի դադարել լինել հանրապետություն, չի դարել մարզ, չի դարել միապետություն, չի լուծարվել։ Դարել է Հայաստանի սովետական հանրապետություն։ Բայց սովետական, բայց էլի հանրապետություն։ Եթե ձեզ թվում է, որ դրանով Հայաստանը դադարել է գոյությունները, ուրեմն Ռուսաստանն էլ է դադարել գոյությունները, որտեղ Ռուսաստանն էլ մտնելով, ստեղծելով, ձևալով սովետական միություն, Ռուսաստանն ինքը, էլի սովետական միության մեջ եկել է ՌՖՍՌ, ոնց էր ՌՍՖՍՌ, հա ճիշտ եմ ասում։ Ռուսաստանի նաև սովետական ֆեդերատիվ հանրապետություններ են եղել։ Էլի հանրապետություն։ Հանրապետությունը գիտեք որն է, այն որ միապետություն չի, ու որ պետություն է, ահա։ Սպասեք։ Սովետից հետո էլ անկախ Հայաստանի Հանրապետությունն է։ Սա մի փաստարկ, որ Հայաստանի ծննդականը ուր ուզում եք մանեկեք, մենակ ծննդյան օրը մանեկեք, ոչ թե երբ որ արդեն բանակի քեֆ էր նշում։ Այդ օրը ծննդյան վկայական Հայաստանը չի վերցել։ Սա իմ կարծիքն է։ Կարակ չհամաձայնվեք, բայց չեք կարող ասեք, որ սա սենց չի։ Կարակ դուք էլ ասեք, ես ուրիշ դիտարկում ունեմ, բայց դա լինելու արդեն ճաշակ։ Դա լոգիկայի օրենքով չի ամրապնդվում։ Երկրորդ։ ԱՄՆ անկախության հռչակագիրը աշխարհի ամենափառահեղ փաստաթղթերից է, որ գոյություն ունի երկրի հիմնադրման, փառահեղ փաստաթուղթ է։ Եվ նրանց սահմանադրության նախաբանում այս փաստաթուղթին հղում չի արվում։ Չի նշվում դրա մասին։ Հիմա ինչ։ ԱՄՆ անկախության հռչակագիրը, որ եղել է մեր այսպես կոչված անկախության հռչակագրից 200 տարի առաջ, 220 տարի առաջ, ավելի պակաս փաստաթուղթ է, հա, նա կորցնում է իր հիմնադիր փաստաթուղթ լինելու արժեքը, ֆունկցիան, չի կորցնում։ Այսինքն ինչի է ձեզ թվում, որ պետք է անպայման սահմանադրության նախաբանում նշված լինի, որ ինքը գործի։ Ինչ կապ ունի, կարա նշված չլինի ու բերում եմ ԱՄՆ սահմանադրության եւ նրանց անկախության հռչակագրի օրինակը։ Երկուսն էլ կտանեն ծով ծառավ կբերեն հայկական ցանկացած հիմնադիր փաստաթուղթ։ Եթե չենք գնում հղի եկեղեցուն ու թագավորություններին։ Եթե չեն գնում երկրի այն սկզբանե հղացմանը, պետականության ձևավորմանը, ապա այս վերջի շրջանի ցանկացած փաստաթուղթ շատ փոքր, այսպես իր բովանդակությամբ, իր տարողունակությամբ շատ թույլ փաստաթղթեր են։ Այսքանով ես ինչ եմ ասում, ես չեմ ասում սահմանադրության նախաբանից հանենք անկախության հռչակագիրի հղումը, չեմ ասում էդի։ Այսքան տես ասեցի, որ դա ոչինչ չի նշանակում, բայց չեմ ասում եկեք հանենք։ Ուզում եք թողեք, ուզում եք հանենք, ուզում եք 3 անգամ նշենք անկախության հռչակագրի մասին, մի 3 տեղ նշենք, ձեր ցավն էլ տանեմ։ Մենակ եկեք այդ հարցը մի բերեք առաջի պլան, որպես մեր ամբողջ երկրի սահմանադրության, սահմանադրական կարգի փոխարեն կարևորություն։ Մենք ուրիշ պրոբլեմ ունենք, մեր խնդիրը նախաբանի մեջ չի սահմանադրության, այն մնացած նույնիսկ առաջի 3 հոդվածների մեջ չի։ Մեր խնդիրը 3-րդ հոդվածից հետո եկող ահռելի պրոբլեմների մասին է, որտեղ
հրճակում են բաներ, հաջորդ տողում հերքում են հրճակածը։ Մի ցայտուն օրինակ։ Հայաստանում պետք է իշխանության թևերի բաժանում եւ հակակշռում լինի։ Գերածա, սահմանադրական հոդվածա։ Մի ուրիշ տեղ է գերածա, որ պարլամենտն է ընտրում բանը վարչապետին։ Ժողովուրդ, երբ որ պարլամենտն է ընտրում վարչապետին, դա կոչվում է իշխանության ոչ թե թևերի բաժանում ու հակակշռում, այլ թևերի միաձուլում, անգլիական մոդելն է։ Դա թևերի միաձուլման սկզբունք է, դա բաժանման սկզբունք չի։ Մեր սահմանության վերևի հոդվածում գրած է թևերի բաժանում, տակում գրած է թևերի միաձուլման սկզբունք։ Ձեր ցավը տանեմ, սա կարկատած, ծաղկա քաղ արած տեղից ընդեղից, օրվա իշխանությանը ձեռնտու կամ օրվա իշխանական քաղաքական իրավիճակին ձեռնտու, անողնաշար սահմանադրագետների կողմից գրված, հպատակի հոգեբանությամբ շեֆին հաճոյանալու տրամադրությամբ գրված, սա սերունդների համար չի գրվել, սա գրվել է շեֆի համար, դրա համար շեֆը գնացել է, ինքը սերունդների գլխին դարել է փորձանք, իսկ երբ որ մարդիկ դա գրել են սերունդների համար, հազարած շեֆ էլ փոխվի, սերունդները խերի մեջ կորել են, 5 միլիոն ազգից, ամերիկացիների մասն եմ ասում, 300 միլիոն են դարել, այսքան պուճուր ափամերձ դաշնությունից մի ամբողջ մայրցամաք են վերցրել ու մնացած աշխարհի մնացած տեղերում էլ տո զորքը խնդրում եմ ժողովուրդ ջան էլի գանք մեր ընդդիմադիրներին եթե դուք ուզեք մասշտաբային գործ անեք քաղաքական ուժին հարիր էսա անելիքը ուրիշ անելիք չկա այս սահմանադրության պայմաններով վարիանտ չկա մենք լավ տեղ հասնենք մենք ինքներս մեր պետականությունն ենք թույլատնում, քանդում, ընտրություններից հետո այսպիսի իսկ այն որ ցանկացած սահմանադրություն լավ է, միայն թե դա գործի, դա ամբախ զամբախ գործից չհասկացող մարդիկ են ասում, ովքեր կարծում որ ցանկացած տրակտոր լավ է, մենակ թե շոֆերը հարբած չլինի, ասենք ռուլը ճիշտ բայ։ Ոչ, չէ պետք է ասեմ։ Տրակտորի վրա տարբերություն է։ Բելազներին բարձող տրակտորը մի բան է, ասենք Քաջարյանի հանքերում։ Իսկ չգիտեմ, այս փողոցում են պուճուր մայթերի կողերի հողը հավաքող տրակտորը լրիվ ուրիշ բան է։ Այտենց ամբախ զամբախ որ սաղն է լավ է, մենակ թե դա պահենք, դա տենց չի։ Խնդրում եմ, այս մցրեք օրակարգ էս հարցը տենանք ինչ ենք անում։ Շատ լավ, ամփոփելով պարոն Մանասյան, ամեն դեպքում այս հարցը ուզում եմ տալ։ Չշնորհավորելով Փաշինյանին Պուտինը նրան այսպես ասած պատժում է, թե փորձելու է այնուամենայնիվ իր չշնորհավորելը թանկով վաճառել, ինչ է կարծում։ Ինչ իմանամ, ինչ տարբերություն։ Տարբերություն կա։ Էլիզա ջան, ինչ տարբերություն։ Չգիտեմ, հետագա աշխատանքի տեսանկյունից տարբերություն չկա հարաբերություններում իրավիճակի բարելավման իմաստով տարբերություն չկա։ Ոչ մի տարբերություն էլ չկա։ Շնորհավորա չի շնորհավորա։ Դե դա կնշանակի, որ աշխատանքի համագործակցության պատրաստակամություն։ Լսի, մի հատ բան կա։ Ասում եմ երկրում կարգը, իրավակարգը, հասարակարգը մեզ տանում է դեգրադացիայի, մեզ պետական ինստիտուտների ժանգոտման քայքայման։ Հիմի Պուտինը կշնորհավորի, լավ, շնորհավորանքը ապագան ասեմ, ապագան ցավոտ ու վատ է լինելու, թե իշխանությունների, թե ընդդիմության, թե բոլորիս համար։ Եթե սենց ենք շարունակում, ապագան մեզ լավ բաներ չի խոստանում։ Չի խոստանում։ Ախ, ոնց բացատրել։ Պուտինը ջանդամը շնորհավորի կամ անիծվի նրա շնորհավորանքը, ինչ ասեմ։ Հեչել թե չի, մեկա, դրանից բան չի փոխվում։ Դա ակնարկում են, դա ավելի շատ գիտես երբ բան փոխվի, ուզում եք տենակ ապագան հայ։ Տեսեք, ապրանքները թողում են Ռուսաստան տանես ծախես, թե չէ։ Դե նաև այդ իմաստով եմ։ Այդ իմաստով նայ տես թողում է թե չէ։ Դա պետք է ապրանք տեսնենք, թողեն թե չեն թողել։ Պետք է ապրես տեսնես, ինչ կա։ Ես այն բաներից չեմ, որ այ Եվրամիություն ենք մենք գնում, բան, այ հիմա Պուտին այսպես ասես, դա նշանակում է այսպես անցել են, վաղուց այդ թեմաներն անցել են։ Ով ինչ ասես, խոստացավ վերջը բերին, ասում եմ, Զանգեզուրի միջանց տվին։ Եվրոպան պետք է չտար։ Պուտինը այն փիսներ, որ գրել էր, որ պետք է Զանգեզուրի միջանց կլինի, ու միջանց չէր գրել, գրել էր, որ հաղորդակցություն պետք է լինի։ Պուտինը փիսներ, FSB-ները պետք է այդ հաղորդակցությունը կոնտրոլ աներ։ Բարին ովքեր էին, բարին Ամերիկան ու Եվրոպան էին։ Եվ եկան Պուտինին բրթեցին մի կողմ, Թրամփը վերցրեց իր անունով դրեց։ Բա Պապ Թագավորի անունով դնեիք, ընկեր։ Քեք Թրամփի միջանց դրել։ Դնեիք Պապ Թագավորի միջանց։ Բախի չեք դնում, այդքան Պապ Թագավոր եք ուզում։ Երևանում կայացած
արդեն վաղուց այսպես կոլորիտ դարձած, կոլորիտի մի մաս դարձած փողոցները անվանափոխում եք։ Բա գնեք Պապ Թագավորյանը, բախի Թրամփի անունով դրիկ։ Հա՞։ Հասկանում ես վերջում այդքան խոսակցությունից եկա որ Թրամփը վերցեց, Պուտինի փոխարեն Թրամփը վերցեց, Եվրոպան էլ ծափատալի, Ադրբեջանն ասում է շուտ արեք, եկրեն Նիկոլին ասում է շուտ արա։ Շուտ արա այդ ճամփեն բացի։ Այն որ աղետաբեր պատերազմ կլինի, էդ է էլի, աղետաբեր պատերազմ կլինի։ Յանի շուտ արա բացի թե չէ պատերազմ կլինի։ Հիմա ինչ կապ ունի, կշնորհավորենք, ցավակցեն, կխաջալերեն, կհորդորեն։ Նյութը հողի վրա ինչ են անում։ Հողի վրա երգիրը վերցել են, հանձնում են, այնքան որ ռուսների դեմ լարեն, այն էլ չգիտեմ ինչքանով կհաջողվի։ Հանձնում են ադրբեջանական, թուրքական շահերին։ Այն բանը վերջում էլ ասում եմ մեզ էլ ինչ կտաս։ Այդ է, Հայաստանի դիրքը այդ է։ Ադրբեջան ջան, Թուրքիա ջան, Եվրոպա ջան, ձեր ցավը տանեմ, եկեք ինչ ուզում եք արեք, մեզ էլ վերջում ինչ կտակ։ Շնորհակալություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հասարակական քաղաքական գործիչ Բժիշկ Հայկ Մանասյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։